Հայցես հարգելի գործընկերներ, այսօր հունվարի 13-ին 1990 թվականին Բաքվում սկսվեցին հայերի երակները։ Մենք այդ կապակցությամբ այսօր հանդիպում ենք կազմակերպել Գրիգորի Այվազյանի հետ, որը ադրբեջանագետ է, ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահն է եւ Ահարոն Աբդիբեկյանը, սոցիոլոգ, սոցիոմետր, անկախ սոցիալական կենտրոնի տնօրեն։ Պարոն Այվազյան, կսկոտանք ձեզ հանցեք։ Շնորհակալություն։ Նախ եւ առաջ կցանկանայի ասել, որ հաստատի 20-րդ դարը ադրբեջանահայության համար ողբերգական դար էր։ Հազարամյակներ ի վեր Արևելյան Անդրկովկասում բնակվող բնիկ ադրբեջանահայ համայնքը իսպառ վտարվեց իր պատմական հայրենիքից։ 1905-1918 թվականի հայերի ջարդերը ի վերջո 90-ական թվականներին բերեցին, այսինքն 20-րդ դարի վերջում բերեցին ադրբեջանահայության մեծ ցեղասպանությանը։ Այդ աննախադեպ հանցագործությունը միջորս քաղաքակիրթ մարդկության կողմից չի ստացել ոչ իրավական, ոչ էլ քաղաքական գնահատական։ Այդ հանցագործության հիմնական կազմակերպիչները եւ դերակատարները հարևան հանրապետությունում հերոսացվում են։ Հարևան հանրապետությունում Ադրբեջանում մինչև հիմա հայ սպաները ոչ թե հանցագործություն է համարվում, այլ հերոսություն եւ ամեն մի քաղաքացու սրբազան պարտք։ Նախկին ջարդարարների եւ մարդասպանների օրինակի հիման վրա նոր սերունդներ են մեծանում։ Նաեւ կցանկանայի մի փոքր անդրադառնալ ներկայիս վիճակին, շատերը ասում են, որ ցեղասպանությունը իբրև թե դա արդեն մեր ժողովուրդը փոխպատվաստվում է անցել եւ չի կարող կրկնվել։ Շատերը կարծում են այդպես 15 թվականից հետո, բայց 90-ական թվականները ցույց են տվել, որ ոչ մի ժողովուրդ, այդ թվում եւ հայերս, չենք այսպես ասենք երաշխավորված ցեղասպանության կրկնությունից։ Ավելին ձեզ ասեմ, որ վերջերս մենք բոլոր գիտենք, լսել ենք, թե ոմանք նաև ականջի ետև են գցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ Ղարաբաղյան ռազմաճակատից հայկական ամենուր հայկական դիակներ է ուղղում, եւ մենք պետք է լրջորեն մոտենանք այդպիսի սպառնալիքներին։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանահայ փախստականների իրական իրավիճակին Հայաստանի Հանրապետությունում ներկա պահով, կարելի է ցավով արձանագրել, որ չնայած գործադրվող հսկայական ջանքերին նրանց որևէ էական խնդիր լինի դա քաղաքական, սոցիալ-տնտեսական, այսինքն բնակարանային խնդիր, թե իրավաբանական միջորս չի ստացել իր պատշաճ լուծումը։ Կարելի է նաև արձանագրել եւ խոստովանել, որ ադրբեջանահայ համայնքը հիմա արդեն 26 տարիների ընթացքում բախվեցիների համայնքը գտնվում է օրհասական վիճակում, կարելի է ասել հոգեվարքի մեջ գտնվում, անկեղծ խոստովանելով պետք է ձեզ ասեմ, Նոստրադամը օրից օր եւ ինչպես ասում են վերջին ժամերն է իրան հաշվում։ Եվ վերջում կուզենայի նաեւ անդրադառնալ մի փոքրիկ նվաճումին, որ մեզ հաջողվեց գրանցել նախորդ տարվա վերջին, դա փախստականների եւ ապաստանի վերաբերյալ օրենքում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու խնդիրն է, որը մեծապես հեշտացնում է, ջուրացնում է փախստականների կեցության հարցը իրավաբանորեն Հայաստանի Հանրապետությունում։ Նկատի ունեմ հիմնականում նրանց այսպես ասենք անձը հաստատող փաստաթղթերում համապատասխան լրացումներ կատարելուն, հայերեն մատնանշումներ կատարելուն եւ այլն։ Դա կարելի է արձանագրել որպես 2015 թվականի ձեռքբերումը։ Կարելի է ասել, որ 2015 թվականը ադրբեջանահայ համայնքի համար բավականին բարդ տարի է, իսկ 2016 թվականը մեզ համար կարծում եմ շատ ավելի ծանր տարի կլինի։ Շնորհակալություն ուշադրության համար։ Այո, այդ նամակները իրականում պատասխաններն էին մեր նախաձեռնությունների բազմաթիվ, որը համապատասխան օրենքում պետք է փոփոխություններ կատարվեն եւ որը արդեն իսկ ընդունվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից եւ ուղարկվել է ինչքան ես գիտեմ վերջին տվյալներում Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրմանը։ Այդ օրենքներում կարևորագույն փոփոխությունները, եթե փոքրիկ մանրամասնենք, ուղղակի անգամ անձը հաստատող փախստականների փաստաթղթերի մեջ հայերեն խախտելով
Հայաստանի Հանրապետության լեզվի մասին օրենքը հայերեն մագնանշում չի եղել։ Մարդիկ ուր որ դիմում էին, լինի դա թոշակի համար, լինի դա այլ հարցերի համար, միշտ բախվում էին դրա հետ, որ այնտեղ հայերեն բան գրված չկա։ Փաստաթղթը տրամադրվում էր ընդամենը 2 տարով, իսկ հիմա արդեն 10 տարով է տրամադրվելու, այդպես որ դա մեծ նվաճում է։ Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել այդ հարցի վերաբերյալ եւ վերջնականապես հույսով ենք, որ կոյետ կյանքի կոչվի այդ փոփոխությունները եւ գոնե այս կտրվածքով մարդիկ ստիպված չեն լինելու ամենօրյա քշքշուկների մեջ ընկնել ամեն մի 2 տարի բոլոր փաստաթղթերը հիմնովին փոխվելու համար։ Իսկ ինչ վերաբերում այն ինչու չեն ինտեգրվել, հա, եւ ուրիշ փաստաթղթերը չեն վերցրել, եթե այդպեսի հարցածագում, ապա խոցելի լինելով բոլոր բնակավարներից Հայաստանի Հանրապետությունում առաջատարն են մահացվածության, արտագաղթի եւ այլ գործազրկության խնդիրներով, հա, առողջության հետ ունեցած խնդիրներով, այդպես որ պայմանները իհարկե հիմա ոչ քաղաքական պայմանները կապված Ադրբեջանի հետ բանակցությունների, ոչ ներքին երկրի վիճակը չնպաստում որպեսզի, այսինքն չի խոսում իհոգուտ դրան, որ մարդիկ դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Դա կարելի է ասել եւ այդ մարդկանց եւ Հայաստանի Հանրապետության արմատական շահին դեմ է մեր կարծիքով։ Մարդկային հիշողությունը կարճ է, իսկ նման իրադարձությունները միշտ հիշողության մեջ պայենք այն առումով, որ դա մեծ հակափաստար կա Ղարաբաղը Ադրբեջանի կազմում տեսնելու հեռանկարում, քանի որ էթնիկ զտումները ադրբեջանցիների կողմից անպայման կկրկնվեն, կգտնվեն մի հատ առիթ, որը կդառնա ինչ-որ մի հատ մեծ անկառավարելի գործընթաց եւ այլն։ Այդ առումով դա ոնց ասում չկա չարիք առանց բարիքի, այդ առումով մենք Ղարաբաղը կպահպանենք որպես անկախ մի հատ տարածք, որ երբեք հիշելով Սումգայիթն ու Բաքվիջանները մենք ցույց ենք տա, որ Ղարաբաղը կրկնի ճակատագրի է։ Երկրորդը Հայաստան ազատվեց ադրբեջանական էթնիկ խմբերից, որոնք եթե դուք քարտեզը նայեք, ոնց են բնակեցված Ամասիա Տաշիր, Հուսիս Սիսամանները, Սյունիք, որտեղ արդեն բնակության կես ադրբեջանցի է, Վարդենիս Գևարկունիքի ափը, Մասիսը։ 4 կողմով նրանք կոմպակտ ապրում էին, մի ընտանիքում ուներ 4 երեխա, երբ որ ծնելություններ մոտ արդեն 2-ին մոտենում էր։ Այսինքն հեռանկարում, մենք մի 30-40 տարի հետո Հայաստանում հայտնվում էր մոտ երևի առնվազն 600-700 մի հատ ադրբեջանական համայնք, եթե եզդիները իրան լեզու գտնեին, որպես էթնիկ խումբեր, դա բավականին կփոխեր Հայաստանի հարյուրական պատկերը։ Այդ առումով նրանց արտագաղթը, ես չի ասում մենք իրանց բռնի նշում ընկալ է, զարմանալի որ հարցում է անում միկրաշարժի կողմերը ժամանակ եղած հետո յուղեր կային, ասում ենք են յուղը որն է, ասում ադրբեջանական է, բայց մարդ չկա, շան հատուղի չկա, մի քիչ շուրանից անհետացել է, մեքենաներ նստի դնասել է, որտեղ նախ հարուշ չենելով չենք կահուգանությունն է, եղատեղելով անասում, մեքենաներ միասին դնասել է, այսինքն Հայաստանը դարձավ մոնոէթնիկ երկիր, որտեղ 97% հայեր են ապրում, Ադրբեջանը չկարողացավ դառնալ մոնոէթնիկ, որը մի շարժ հետո ստեղծել մի ազգ, որը լինի իսլամական, որովհետև նույն իսլամի մեջ թալիշները երբեք չեն ուզենա լինել ադրբեջանցի թուրք, ատելով ատում են, լեզգինները, Զարգինները, հուսային կովկասները, որոնք կովկասը կողմին ապրում և պատմականորեն հայտնվել են ուրեմն Ադրբեջանի կազմում։ Իրանք պրոբլեմները չեն ուտել, դա մնում է։ Եվ մենք պետք է հիշեցնենք այդ փոքր ազգերին, որ նրանց էլ կարող է նոր սպասվեն ճակատագիրը, որը հայ համայնքի կրեց ուրեմն Ադրբեջանում։ Ու բաց է, որ մենք տարին մի անգամ ենք հիշում, դրա մասին պետք է գրել, պետք է նշել, իմ դուստերը ընկելու հետ գիրք հրապարակել Արմենաֆոբիան Ադրբեջանում, որ արդեն անգլերենն է թարգմանվել և տարածվել բանը, որտեղ կա և
Բաքվի հետևանքները, Սունգայիթ, ամեն ինչ այնտեղ կա։ Դա մենք պետք է աշխարհին ցույց տանք, թե մենք ում հետ ենք հարևանություն անում եւ ինչ կարելի է ակնկալել, եւ ինչպես պետք է կարողանանք վերաբերվել Ադրբեջանին որպես ոնց ասենք, ֆաշիզմի ուղին ընտրած երկրի նկատմամբ։ Արդեն ոնց Եվրոխորհուրդը բավականին լուրջ հասկացել է դա եւ նրանց որոշումների Ադրբեջանի բավականին զարգացում է։ Միացյալ Նահանգներ են մտահոգված, հիմա հերթ եկել է Ռուսաստանը։ Ռուս-թուրքական հարաբերությունների սերումը կբերի բարձրացի ռուս-ադրբեջանական հարաբերությունների սերմանը արդեն դրա երևույթների կա, այնպես որ մենք ոնց որտեղ դերին բերում հզոր բարեկամներ, ազգեր, որոնք հասկանում են ներվիճակը, ամենակարևորը դառնում ու ուշադրություն դարձնենք այն փոքր էթնիկ խմբին Ադրբեջանին, որոնք դեռ Հայաստանում են։ Շատերը գնացել են տարբեր երկրներ, նախ լեզվային խնդիրներ, հայերեն խնդիրներ, մեզ մոտ է հակառակուսական ռուսոֆոբիան, որ 90-ական թվականից սկսվել իրենք բոլորին բանեց, գոնե հասկանային են ժամանակվա ղեկավարները, որ չի կարելի նման բան անել, մի երկիր, որտեղ դպրոցների 30% ռուսական ա եղել, ուրեմն ամեն երրորդը ռուսերեն ա սովորել, ու մեկ անգամ ռուսերենը արտաքսում է, այնել խոսքը դրում է մի համայնք, որը բավականին ռուսախոս ա եղել, այդ առումով նրանց ինտեգրումը մեր հասարակության մի ունեցել է խնդիրներ։ Բոլոր դեպքերում մեր մարդասիրությունը պետք է նրանց նկատմամբ երրակի ազդեցիկ լինի, օգնող լինի, ու երևի մենք չմոռանանք այդ դասերը, ու հիմա հայերը ապրում են 105 երկրում, 55-ում ունեն բավականին լուրջ խոշոր սփյուռք։ Սփյուռքը միշտ մնում է ազգային փոխամասնություն, ու բախումների հետևանքով միշտ դառնում է զոհ։ Սիրիայի օրինակը դες, Լիբանանը մենք մի կես կարողացանք Լիբանանը հայությունը մի մասը 3 անգամ կրճատվեց, մի մասը գնաց Կանադա, մյուսը գնաց Ավստրալիա։ 50,000 հանրությունների Լիբանանում, 150,000 մնացել։ Նույն բանն է լինել։ Ուրեմն մենք պետք է կարողանանք այդպես ինչ-որ վարքագիծ ընտրենք կամ այդ քաղաքականություն, որ եթե սփյուռքում մենք ինչ-որ օտարամերժ կամ հայատյաց շրջապատառինում կարողանանք պահպանել մեր անվտանգությունը, խոսքը ուներ երաշխիքների մասին, չեմ անում, կարողանանք միջազգային հանրությունը նման երաշխիք տան բոլոր ազգային փոքրամասնությունների թիվով, բայց բոլոր դեպքերում աշխարհի հայեր եթե միավորվեն 13 միլիոնանոց մենք ունենք էթնոս ու կարողանանք գոնե այդ հարցերը կարողանանք հոգալ ու ամոթ է, երբ որ հեռուստամարաթոն ավինում ընդհանրապես հավաքում են լավագույն դեպքում 20-30 միլիոն դոլար, ընդ որում մենք Ամերիկայի համայնքը հրեական, որը 2,5 միլիոն է, տարեկան 1,5 միլիարդ դոլար ափոխանցում Իսրայելին։ Դրանց մեր գիտակցություն եթե բարձրացնենք, այս ջանքերն ամեն ինչ ունեն մի հատ խթան, որ մենք հասկանանք, որ քանի հայությունը կա, իսկ հայությունը ՄԱԿ-ի ազգագրական հիմնադրամը 13 թվականին հայերեն դեպի կրճատող ազգերի ցուցակը 14-ին իրենց հավերժական ցուցակը մենք հավերժում, որտեղ մենք աշխարհում ենք սովորված ենք, մենք պահպանում ենք լեզուն, կրոնը, մշակույթը ու բավականին լավ ծնողության գործակիցություն են, բայց Հայաստանից դուրս։ Հայաստանը մնում է համավտանգավոր շրջան եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ստեղծենք բարեկեցիկ պայման եւ ոչ միայն Բաքվի։ Ինչ-որ սոցիալական հարցում հաղթականների շրջանում եղել է, ինչ արդյունքներ ունենք, Դարել են 90-ական թվականների երկրորդ կեսին ՄԱԿ-ը ծրագրեր ուներ իրականացնելու, օգնելու, ինչ կարիքներ կա, բավականին լուրջ։ Ու ամենահետաքրքիրը, որ Ադրբեջանն ինչ որ վերջերս ՄԱԿ-ի հետ հիմնադրամից օգտվում է։
ասել է, որ իմ փախստականները դեռ ինտեգրված չեն, աշխատանք չունեն, հոգություն կա եւ այլն։ Մենք որ մի անգամից այդ բանը ծրագրեր կրճատեցինք, ասեցինք պրոբլեմ չկա, բոլորը հարմարված են եւ այլն։ Ազգային անձնագրերը ճիշտ եք ասում, բաժանելով համարեցին, որ հարցը փակվել է։ Իրական գոյություն ունեցել նոմինալ ձևով այդ ծրագրերը, որոշ մարդիկ, որոշ օգուտները քաղեցին, բայց մեծամասնությունը այդպես էլ ոչ մի բան չի ստացել։ Բավական է նշել, որ Երևանում հիմա էլ որքան մնացել են ադրբեջանահայ փախստականները, հիմնականում ապրում են կոմպակտ բնակության վայրերում, հանրակացարաններում եւ այլն, առանց տարական որևէ պայմաններին, այսպես որ կարելի է զուտ այսպես ասենք, որ ինչ որ ծրագրերը անցկացրել են, դա միայն նոմինալ ձևով է։ Մարդիկ չգիտեն իրենց ապագա եւ գալիքը եւ ի տարբերություն Ադրբեջանում, որտեղ պարզ է ամեն ինչ, Ադրբեջանը բազմիցս ասել է իրենց նախատեսվող քաղաքականության վերաբերյալ փախստականների հարցում եւ իրոք օգտվում է միջազգային հանրության այդ գումարներից, Հայաստանում այդպիսի տպավորություն են ստացել այդ ծրագրերը, որ արդեն բոլոր խնդիրները լուծվել են եւ փակվել են Հայաստանի համար ֆինանսավորումը այդ ծրագրին։ Բանը հասել է նրան, որ խոսակցական եւ գնահատակողական մոտեցմամբ Երևանում փախստականների բնակարանային հարցը լուծելու համար դες բավականաչափ պայմանական թիվ են ասել 25 միլիոն դոլար եւ այդքան տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան գտնել այն պարագայում, որ երկրում գոյություն ունեն տարբեր ծրագրեր եւ հաջողությամբ են իրականացում, եթե մեր պատասխանատուներին լսեն օրինակի համար Գյումրիում շինարարությունը եւ այլն։ Երբ որ բանը հասնում է ադրբեջանահայ փախստականներին, մենք չենք կարող չարձանագրել որոշակի խտրականություն եւ բացասական վերաբերմունք բոլոր հարցերին, ինչ որ հարցով մոտենում ես, բոլորի պատասխանը ոչ եւ եւս մեկ անգամ ոչ։ Ոչ մի պարագայում ընդառաջ չեն գնում։ Եվ մի բան էլ լրացնեմ, պարոն Ադիբեկյանը ճիշտ նշեց, ադրբեջանցիները, ադրբեջանցի թուրքերը ավելի ճիշտ, Հայաստանի Հանրապետության տարածքից համարյա թե մի գիշերվա մեջ ինչպես հրամանով անհետացան, դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանում հայերի կոտորածների քաղաքականությունը պետականորեն հաստատված է եւ նրանք զգուշացրել են հնարավոր բացասական արձագանքներից ելնելով խուսափելու համար, որ ադրբեջանցիները այսինքն լքեն Հայաստանի Հանրապետություն, այսինքն մարդիկ նախորդ պլանավորել են Ադրբեջանը զտել հայերից եւ մի մեծ տարբերություն է կա, ադրբեջանցի թուրքերը Հայաստանում եւ անգամ ներկայիս Ադրբեջանում էթնիկ երկրորդ տարեն, իսկ Ադրբեջանը հայերը փաստորեն քրիստոնյա բնիկ Ադրբեջանի քրիստոնյա բնիկ ժողովրդի հիմնական ժառանգորդներ, այդպես որ արտաքսվեցին սեփական պատմական հայրենիքից։ Մենք ոչ թե եկել ենք պատմական հայրենիք, այլ ընդմիշտ մեր պատմական օրանը կորցրել ենք։ Այսինքն ազգային փոքրամասնությունը մահմեդական թուրքերը ժամանակին մեծամասնություն դարան եւ մեզ դուրս գցեցին մեր երկրից։ Թուրքերը լավ այդպեսի ասացված ունեն, երսից գայր երիա յոխտու։ Նույնը կրկնվեց մեզ հետ, այսինքն երկրորդ որ գալիս է տանուտերին տեղ չկա, չի մնում։ Ուրեմն մենք Մավսիսում մեծ հետազոտություն արեցինք ինտեգրացման խնդրով, ծրագրերով վերապատրաստման, գոնե երկարանում հաշվապահություն զբաղվում եւ այլն։ Ու գանդակ հիմնական ինժեներ Անտանիկովը չկարա հողագործության զբաղվել, լքված ջուբեր ադրբեջանական բախի հայերով են բանալել, որտեղ հայերը դեռ ինտելիգենտ են, տեխնիկական են, իրանք յուղացի չեն եղել, հողագործություն են եղել, դա լուրջ խնդիր էր։ Դրա համար ով կարողացավ հետագայում տունը վաճառեց, դեպի Հայաստանը գնալ։ Մի բան էլ ասեմ, որ մեր շրջանում ապրող ադրբեջանցիները, որ Բաքվում ստացան երաս մականուն երևանցի ադրբեջաներ, զզվում են տեղացի ադրբեջանցիներից, զզվում են, ասում են մենք չենք կարողանում իրանց հետ ապրել, խաբեբա, սուտ խոսան, կեղծավոր, շատ ուժ խնդիր է եղել հոգեբանական, դրա համար ով սերի գնացել է, թող է գնացել է բանը, միջինասիա կամ Ռուսաստանը գնացել, որտեղ իրանք չեն կարող ապրել։ Մեր արժեքային համակարգը իրանք ընդունել են, տեսել են, գիտեն եւ այլն, դա բավական լուրջ խնդիր է։ Բայց դա փոխադարձ է, պարոն Ադիբեկյան, երբ որ մենք եկել ենք այստեղ մեզ թուրք են անվանել առաջին իսկ օրվանից։
եւ ոչ թե գրկաբաց ընդունել, դա է կա, այդպես որ դա փոխադարձ ինչ որ ազդեցություն կա եւ միշտ էլ տենց է, առանձնապես պետք է հիմա ճիշտ ասեն, չգիտենք հետո արիթը երբ է լինելու, քանի որ արիթ կա, պետք է դրա մասին բարձրաձայնել, երեք եղավ, որ այդ 20-30 տարի լրել են ու կիսաճշմարտություն ասել ենք, ստեղ էլ մեզ ոչ այդքան գրկաբաց են ընդունել, հասկանալի է, պատճառներ եղել են, շրջափակումը, պատերազմը, երկրաշարժը, հազար ու մի հարց, բայց այդ ամենայնիվ այստեղ էլ գրկաբաց չեն ընդունել։ Իսկ ձեր հարցին, որ դուք անընդհատ փորձում եք պարոն Ադիբեկյանից ճշտել, ինչքան ծրագրեր են անցկացրել եւ այլն։ Հետազոտված, այո, հետազոտված։ Ուզում հասկանալ վերջին շրջանում հետազոտություն։ Չէ, վերջին շրջանում չեն կարող նման պատվեր չի եղել ու այդ կոմպակտ բանը բնակիչների չկա թվականը։ Մեծ մասը դոնստրացել է, չկան արդեն համարի, անհետացող տեսակ է։ Այսինքն չկան ինչ է ենթադրում։ Այսինքն զանգվածային արտագաղթ է տեղի ունեցել։ Ես չեմ ուզում հիմա ասել Հայաստանի Հանրապետությունում ինչքան ադրբեջանը հայ մնաց, որպեսզի Ադրբեջանում շատ չուրախանան այդպիսի բանից, ու մատի պատատան չդարձեն, բայց փաստը մնում է փաստ, որ անհետացող համայնք է դարձել Ադրբեջանը հայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Ծնելիությունը նվազ է, մահացվածության շուտսանիշը շատ է, առողջության խնդիրները, տնտեսական ավելի տասնապատիկ ավելի շատ են, քան թե տեղացիների մոտ, լեզվի չիմացության խնդիր կա։ Տենց չի որ դու հայ ես ծնվել, ուրեմն ի ծնե մոր կաթի հետ պետք է նաև հայոց լեզուն յուրացնել։ Մարդիկ այստեղ եկել են եւ ոչ ոք ջանք չի գործադրել, որպեսզի տարական հայոց լեզուն սովորեցնի այդ մարդկանց, ոչ գրել, ոչ կարդալ, ոչ հետական իրավունքները պաշտպանել տարական բաներով, մոդելը ցանկացած հիմնարկ այնտեղից ու այստեղ ֆուտբոլ են մարդկանց հետ խաղում, օգտվելով դրանից, որ մարդիկ իրանց ոչ իրավունքները կարող են գիտեն, ոչ էլ կարող են պաշտպանել։ Այդպեսի իրավիճակը եղել է ի սկզբանե, բայց ժամանակի ընթացքում ավելի ահագնացավ եւ հիմա էլ բերեց փաստացի, ինչպես ես ասացի, Ադրբեջանը հայ համայնքը հոգեվարք է ապրում, անհետանում է, բարիս բուն իմաստով։ Թվեր կարող եմ նշել, բայց հատուկ չեմ նշում, որպեսզի Ադրբեջանում շատ չուրախանան։ Շատ կրճատվեց համայնքը, համարյա անհետացավ, անպայման քիչ պիտի ասեմ։ Կարող ենք արձանագրել հետևյալը, որ փախստականները եկան Հայաստան եւ Հայաստանը պատրաստ չէ, այսօր մենք սիրահայերն ենք ունենալու բավարար բանանահայեր։ Հայաստանը պատրաստ չէ, այսինքն այստեղից արտագաղթեցին։ Բնական է, որ պատրաստ չէ։ Տեսեք, Հայաստանը պետք է ընդուներ երկրաշարժի շրջափակման պայմաններում մի ամբողջ մոտ կես միլիոն հայություն, կես միլիոն փախստական։ Եվրոպան, ամբողջ Եվրոպան ընդունում է մի քանի 100 փախստական եւ արդեն նվնվոցը սկսվեց աշխարհով մեկ։ Իսկ Հայաստանը լինելով այդպեսի փոքր տարածքով, այդպեսի շրջափակման մեջ, ինչպես կարող է նորմալ պայմաններ ստեղծել այդ մարդկանց ընդունելու համար։ Չէ, մենք հիմա չենք ասում դրական, բացական, սուբյեկտիվ, օբյեկտիվ կողմերի մասին։ Մենք փաստ ենք արձանագրում, որ փաստորեն Բաքվի հայերը, որ ներկայացուցիչ, Ադրբեջանը, այո, Ադրբեջանը հայությունը, երբ որ եկավ Հայաստան, Հայաստանը չկարողացավ պատշաճ, մինչև այսօր չի կարողանում պատշաճ կերպով ապահովել նրանց նորմալ ապահովում չի ապահովում նրանց կենսական պայմանները եւ նրանք արտագաղթում են Հայաստանից, այսինքն դուք որ ասում եք հոգեվարք են ապրում, ոչ այդ մարդիկ ապրում են փաստականները, պարզապես ապրում են ոչ Հայաստանում, դուրս են եկել Հայաստանից եւ մահանում են շատ ուղղակի ֆիզիկապես այո, այդ երկրորդ հարցին, լրագրողի հարցի մյուս կողմը դա է, թե ինչ վիճակում է այնուամենայնիվ այն հայությունը Ադրբեջանից գաղթած Հայաստան, որը մնացել է Հայաստանում։ Դուք տարումով ճիշտ եք ասում, անկախ պատճառաբանությունից Հայաստանը ի վիճակի չեղավ մարդկանց ընդունել, դա այդպես է, ի սկզբանից մինչև հիմա, եւ նաեւ պետք է համարենք, որ դա միայն զուտ գումանիտար հարց չի։ Առանց ադրբեջանահայության հարցի հարցարկմանը ճիշտ պարոն Ահաբեկյանը ասեց, հնարավոր չի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայանպաստ լուծմանը։ Միայն այս օրինակի հիման վրա մենք կարող ենք ապացուցել ադրբեջանահայության ցեղասպանության, որը չի ճանաչում միջև օրս Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը, չնայած բազմաթիվ անգամ դիմել ենք, կճանաչեն այն ժամանակ, երբ որ Ղարաբաղի անկախությունը ճանաչեն, այսինքն անորոշ ապագայում։
Փաստացի միայն այս օրինակի վրա մենք կարող ենք ապացուցել, որ ադրբեջանցի թուրքը եւ արցախահայը համատեղ միասնական խաղաղ պայմաններում մեկ պետության կազմում չեն կարող գոյատևել ուղղակի հենց ադրբեջանահայության օրինակի հիման վրա, որ խաղաղ քաղաքացիները ազգությամբ հայ պատերազմի սկզբից առաջ պատերազմական գործողություններից Բաքուն եւ Սումգայիթը շատ հեռու էր եւ պատերազմական գործողությունների գոտուց սեփական երկրի ղեկավարության կողմից ցեղասպանության են ենթարկվել այն պարագայում, որ անգամ այդ մարդիկ չեն մասնակցել Ղարաբաղյան շարժմանը, այսինքն Ղարաբաղյան հակամարտության կողմ չեն եղել։ Խոստովանում եմ ձեզ, որ ադրբեջանահայությունը, երբ որ Ղարաբաղում եւ Ստեփանակերտում միտինգներ էին միավորման համար, չեն մասնակցում, որ հա, մենք կողմ ենք, որ միավորվեն, միայն հայ լինելու հանգամանքը դարձավ այն հանցագործությունը, որոնց այդ մարդկանց մահվան եւ արտաքսման դատապարտեց։ Միայն ազգային է։ Ինչպես այդպեսի երկում Ղարաբաղը կարող է գոյատևել։ Լավ, ըստ ձեզ ինչն է պատճառը, որ Հայաստանի իշխանությունները փախստականների հարցը բանակցային օրակարգում պահելու փոխարեն, ինչու՞ չեն այն ժամանակից միջազգային դիալոգ կազմակերպությունների ոսկը ուղղելու եւ նրանց սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն որոշեց կոծկել եւ ասել, որ մենք այդպեսի խնդիր չունենք։ Ինչն է պատճառը։ Սկզբնական շրջանում ընդհակառակը դա արվեց, ՄԱԿ-ը ծրագրեր ուներ, որ օգնում փախստականներին, իրանք բնակարաններ են կառուցում եւ օգնությունը կար։ Հետագայում որ ցույց տան, որ հարցը լուծված է ու քանի որ էթնիկ զտումներ եղել է եւ Հայաստանում, արտաքսումը կարելի համարել եւ կամավոր, եւ ստիպողական, չէ՞ կարելի ստիպել եւ կամավոր որ մեր վրա բիչունի, որ որոշում են դրա մասին երկար չխոսել եւ չքննարկել։ Ոնց որ դա որտեղ դա է մեր վրա բիչ, ոնց է լավ 200,000 անոց Հայաստանի մի շաբաթում ընթացքում անհետանում։ Պարոն Ադրբեջան, հարցը այսպես է, ինչու է Ադրբեջանը առ այսօր այդպիսի դոնոր կազմակերպություններից օգտվում, իսկ Հայաստանը, ինչպես դուք երկուսուտեղ նշեցիք, ասես թե հարցը լուծված է, մենք խնդիր չունենք, մենք փողի կարիք չունենք, ինչու է Հայաստանը, ինչու Հայաստանը չի օգտվում։ Այո, հարցը։ Այսինքն այդ քաղաքական հարթության մեջ է հենց գտնվում, որովհետև հայկական կողմը չի դնում բանակցային գործի սեղանին որպես նախապայման, չնայած մենք բազմիցս դիմել ենք գրավոր պատասխաններ ունենք եւ արտգործնական։ Այդ պատասխանները ինչ են, այնտեղ գրված է, որ մենք միշտ ուշադրության կենտրոնում պահում ենք այդ հարցը եւ նկատի ունենք բանակցային գործընթացում, բայց Ադրբեջանը պաշտոնապես բարձրացնում է իրենց փախստականների անվերապահ վերադարձի խնդիրը եւ Լեռնային Ղարաբաղ ազատագրված տարածքներ եւ Հայաստան, իսկ Հայաստանը բացահայտ չի ասում, օրինակի համար, եթե վերադառնում են ադրբեջանցի թուրքերը ազատագրված տարածքներ, ապա բոլորն են վերադառնում, այսինքն Ադրբեջանը հայերը նույնպես, եւ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում նրանց հետագա ճակատագրի համար, իսկ եթե Ադրբեջանը հրաժարվում է այդ մարդկանց հետ ընդունել, ապա խոսք չի կարող լինել Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան այդ մարդկանց վերադարձի վերաբերյալ, այսինքն ադրբեջանցիները Ադրբեջանը կհամաձայնի ընդունել, գնացող կա, ես անձամբ տարիներ շատ առաջ եւ իմ կողմնակիցները ասում եմ ձեզ ՄԱԿ-ի հայկական ՊԳՀ նամակ են տրամադրել, այսինքն դիմում են ներկայացրել, որ եթե գոյություն ունի ծրագիր այդպեսի լուր կար, որ Ադրբեջանում այդ ՄԱԿ-ՊԳՀ-ն պատրաստում է իշխանության հետ վերաբնակեցման եւ վերաինտեգրման ծրագիր հայկական հողը, ես ասացի, եթե այդպեսի ծրագիր կա, ես առաջինն եմ, որ խնդրում եմ ձեզ պաշտոնապես օգնել ինձ վերադառնալ իմ նախկին բնակավայրը։ Վերահսկողության ներքո է գտնվում հիմա, ինչպես նաև այն ծրագիրը պատրաստում էր հայկական վերահսկողության ներքո գտնվող տարածքների համար։ Ես ասացի, մենք էլ ենք պատրաստ, բացի ինձնից նաև եղել են մարդիկ, ովքեր դիմել են այդպիսի հարցով, գրավոր պատասխան են տվել այդ ՄԱԿ-ՊԳՀ-ի մորեցը ցանկացողները կան թող դիմել են, բայց գործը ընթացք չի ստացել այդ բառագայում։ Այսպես որ հազար հավատացեք, եթե թուրքը գա ու վերաբնակվի նորից հայկական հողերում սրբազան, լինի դա Ղարաբաղում, լինի դա Հայաստանում, ես դες պաշտոնապես հիմա այդ մարդկանց ներկայությամբ խոստանում եմ, որ Ադրբեջան վերադարձած առաջին հայերը լինեն ես, եւ եթե խոչընդոտներ չկառուցեին, ես այնտեղ արդեն վերադարձած կլինեի։
Այսինքն իսկ ինչու եք վերադառնում Հայաստանում ավելի վատ է ձեզ համար։ Չէ, որովհետև ինչպես կարող եմ այդքան զրկանքներից հետո ես հանդուրժեմ, որ այդ զրկանքները կրեցի ես եւ ոչ միայն ես, հա, այդքան զրկանքներ կրեցինք հանուն Լեռնային Ղարաբաղի անկախության եւ տարածքային ամբողջականության, իսկ հիմա ադրբեջանցին կվերադառնա կբնակվի հայկական սրբազան հողում, իսկ մենք կմնանք աքսորի մեջ, թուրքը չի վախենում վերադառնալ Ղարաբաղ, իսկ հայը այդքան վախկոտ է, որ պետք է նստի ու դողա Հայաստանում, ես ձեզ ասում եմ ոչ, հայը հազարապատիկ ավելի խզաղ է թուրքից, եւ մենք էլ նույնպես կյանքի վտանգներու գնով պատրաստ ենք գնալ այդպես, այնտեղ